Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած ուզում եմ խոսամ մեր Արցախի գերիների մասին, որ հիմա դատվում են Ռուբեն Վարդանյանի ու մնացածների։ Ճիշտ ասած տեսա, որ ցույց է կազմակերպում Ռուբեն Վարդանյանի աջակցության եւ այլն։ Ուզում եմ ասեմ ընկերներ, մենակ Ռուբեն Վարդանյանն է դատվում այդ դատարանում։ Չէ՞ որ մեր բոլոր հայրենակիցներն էլ այնտեղ դատվում են։ Ու դա իրականում մեր ամոթն է ընկերներ, թե ձեզանից շատերը կարան ասեն դե Արայիկ Հարությունյանը սենց արել կամ չգիտեմ Բակո Սահակյանը նենց արել արժանի են որ մեկը դա արդար որ կարա ինչ-որ մեկին մեղադրի ընկերներ որ մեկը եթե ես իրականում այս ազգին ինչ-որ ուզենամ կամ այս ազգի ժողովրդին ինչ-որ մի արդարություն անեմ առաջի դեն գծվողը ես պետք է լինեմ ընկերներ ուղիղ ձեզ ասում եմ ոնց կարամ ասեմ ես ավելի լավն եմ քան թե մնացածը ոնց կարելի է պահանջել մեկին ազատ արձակել եթե ոչ բոլորին չէ որ բոլորն էլ հայ են որտեղ է ձեր միաբանությունը ինչի է այդպես բաժանվել ինչ որ մեկի սխալ արարքի համար որ մեկը տեք արդար ընկերներ ձեր ուղղությունը որ թեկուզ սկսած շարքային քաղաքացուց միջև գեներալ ու չգիտեմ վարչապետ որ մեկը կարա կանգնի ասի ես անմեղ ու արդար եմ ու ճիշտ եմ ապրել իմ երկրի կամ իմ ժողովրդի նկատմամբ չէ որ բոլորն են սխալ են անում բայց մեր վրա դրված է որ բոլորին ներենք ու բարձրացնենք դրա մեջ է միասնությունն ու միաբանությունը հա Ո՞վ է ձեզ էդի սովորացրել ընկերներ կամ որ հանրահավաքներ եք անում բարձր այտենց քֆուրով եք խոսում ասենք չգիտեմ վարչապետի հետ միթե մտածում եք որ դա ձեզ օգնելու է որ այդ գերիները ազատվեն եթե գնացել եք ինչ-որ մի հատ իշխանավորի մոտ որ խնդրեք ձեր կողմից աջակցի որ ասենք չգիտեմ բանակցի որ գերիներին ազատեն միթե կարելի է այդ մարդուն քֆուրով կամ պարտադրելով ու պահանջելով խոսալ այդ մարդու հետ որտեղից եք այդ իմաստությունները վերցնում ընկերներ որտեղ այդ ձեր արդարությունը որ իրականում չգիտենք ինչ անենք ճշմարտությունով ուզում եմ հասկանամ ընկերներ ինչի եք ձեր սրտերը տենց քարացրել այդ հպարտությունը թողել որ իրականում ձեր գլուխներից վերև բարձրանա ընկերներ միթե արդար եք միթե կա ձեր մեջ մի հատ արդար որ կարա ելնի կանգնի ասի ես արդար եմ ու Աստված էլ իրականում ուղղություն անում ինձ չկա ձեր մեջ այտենց մեկ ընկերներ ճշմարտությունով ասում եմ չկա մեկն էլ չկա ու չի ելնելու ուղիղ ձեզ ասում եմ Բարիա որ ապաշխարեք ընկերներ այդ ընկնողներին որ ընկել են որ կերել են որ չգիտեմ թալանել են այդպես մի մեղադրեք որովհետև դուք եք թալանում դաժե միջև հիմա եք թալանում դաժե որ մի հատ ոստիկան ձեզ կանգնացնում ամրագոտին չկապելու համար միջև վերջ պայքարում եք ու սուտ երթում եք անում որ այդ 5000 դրամը չտակ որովհետև դուք չարեք դուք նախանձ ունեք ձեր մեջ ընկերներ ուղիղ ձեզ ասում եմ բայց ձեր նախանձը զանցանելով կեղծավորների նման ուրիշներին եք մատով ցույց տալիս ու դատապարտում դրա համար ձեր դատը շատ ավելի չար է լինել ուղիղ ձեզ ասում եմ ընկերներ եթե չապաշխարեք ինչա որ այտենց պարակտվել եք իրար մեջ ասում եք էս ինձ հայոյեց էս ինձ արեց էսի գողացել ասերան արժանիա նրան արժանիա միթե դուք եք արժանինքները որոշելու կամ չգիտեմ ձեզ է տրված դատանելու ընկերներ նորից եմ ասում ընկերներ եթե այս ազգի մեջից առաջի դեն գծվողին որ պետքա դեն գծվի կարող է ես լինեմ ուղիղ ձեզ ասում եմ ուրիշ ոչ մեկին միթե ես կարամ եթե մեկին էլ հանդիմանում եմ Աստծո խոսքով որ հոգին փրկվի ընկերներ որ Աստված օրհնություն ու բարություն անի մեր երկրին ողորմություն անելով որ մեր երեխեքն էլ օրհնված լինեն դրա համար Այլ կերպ ինչի՞ սա իրականում ձեզ հանդիման եմ ընկերներ Ինչի՞ սա ինչ շահ ունեմ ձեզանից որ ձեզ հանդիման եմ Միթե եկեղեցիներ ունեմ կամ չգիտեմ գալիս եք ինձ գումար եք տալիս Չէ որ ճշմարտապես ուզում եմ որ իմ ազգ ուղղություն անի Աստծուն որովհետև ուժը չի ծնում իրավունք այդ խոսքը ով որ ասել է սուտասան ընկերներ Աստվածը ծնում իրավունք ուղիղ ձեզ ասում եմ այդ խոսքը իրար մեջ մի տարածեք ուժը ծնում է իրավունք սուտասան է դրա օրինողը ճշմարտությունով ասում եմ Աստվածա որ ծնում է իրավունք ով որ Աստծուն ուղղություն անի ուժ էլ կունենա իրավունք էլ կունենա ու ողորմություն էլ կունենա Դրա համար ընկերներ մի պահանջեք որ մեկին բաց թողեն մեկը թող մնա Պողոսի օրինակով էլ եմ ուզում բերեմ ասում է երկու եղբայրները տետում եք հեթանոսների առաջ ասում է դատվում եք ասում է չեք էլ ամաչում ասում է ամոթի համար եմ որ ասում եմ ձեզ որ ամաչեք իրականում մեր ազգը դատվում է ուրիշ մուսուլմաններին Արչև կոպիտ եմ ասում ու դուք իրար մեջ ճիշտ ու սխալ եք անում որ մեկը արժանի է մեկը արժանի չի չեք էլ ամաչում պետք է դուք է ցավը քաշած լինեիք որ իրականում մտես չխոսեք որովհետև քրիստոնյա եք որովհետև կոչվում է քրիստոնյա այս սիրո համար որ ձեր մեջ դրված է այդ քրիստոնեություն Աստվածը սերն է որ պետք է ունենաք ձեր եղբայրների կամ քրերի նկատմամբ բայց մեկը մյուսին ավելի հեշտ մատնում եք իրականում հեթանոսներին որ այնտեղ դատվեն քաշ թե բարձրացնում ու պահում եք վայ ձեզ ընկերներ եթե չապաշխարեք վայ մեր ազգին ուղիղ ձեզ ասում եմ եթե չապաշխարեք չփոխեք այդ զզվելի մտածելակերպը որ չարից ծամված կոպիտ եմ ասում չի փոխվի այս մեր ազգը եթե այդ միասնությունն ու միաբանությունը չունենանք դրա համար ապաշխարեք գնացեք Աստծո մոտ դատ ոչ մեկին մի արեք Ինչ եղել է Աստված կդատի Եթե դատ եք անում ձեզ դնում եք Աստծո տեղը ու վայ են մարդուն որ իրան կարա դնի Աստծո տեղ որովհետև մեկն է դատավորը ու օրենսդիրը որ սաղին դատելու արդարությունով ճշմարտությունով ասում եմ դրա համար դուք խոնարհվեք ու ձեր դիրքում եղեք դրա համար դուք իրար բարձրացրեք որովհետև ոնց որ դուք եք ասում մի փող ժողովուրդ ենք մնացել եթե մեկս մյուսին չբարձրացնենք իրականում շատ չար է լինելու մեր ամեն ինչն է չար լինում ընկերներ որովհետև բոլորս էլ սխալվում ենք բոլորս էլ անարդարություն ենք անում մեր իրականում բարգությունից մեր ցանկություններից ելնելով ուղիղ ձեզ ասեցի ընկերներ սրանով
Սրանով է ուզում կիսվեի, եթե գովում ենք, որ պետք է իրականում ազատվեն բոլորը, բարի է, ուրեմն բոլորը պետք է ազատվեն, ոչ թե ինչ-որ մեկը, բոլորը, անկախ նրանից իրանց արած գործերից ուղիղ եմ սա ձեզ ասում, դրա համար ընկերներ, միաբանվեք իրար հետ ու իշխանավորների հետ էլ հարգանքով, խոսքով, շնորհքով խոսացեք, որովհետև իշխանավորեն ու Աստված է իրանց ընդեղ դրել։ Ու որ մեկը որ ասի Աստված իրանց ընդեղ չի դրել, սուտ ասանա ճշմարտությունով ասում եմ, որովհետև Աստված է դրել իշխանավորներին, թե չար իշխանավորա, թե բարի իշխանավորա։ Ամեն իշխանավոր դրվում է, որովհետև ժողովուրդը արժանի է այդ չգիտեմ, կործանման կամ օրտնության։ Դրա համար է դրվում է այդ իշխանավորները։ Սրանով է ուզում կիսվեն ընկերներ։ Բարի եղեք, մի դատեք, որ չդատվեք, դա տենց է գրած է։ Ինչ դատով որ դատվում եք, ձեզ է դատվել, ուղղ ձեզ ասում եմ, դա ճշմարտություն է։ Ու կտեսնեք ու կվկայեք։ Դրա համար նորից եմ ասում, հետ եկեք դեպի Աստծուն ու միաբանվեք։ Միաբանության մեջ շատ ուժեղ զորություն կա։ Միաբանության մեջ հիմքն է։ Աստվածապաշտությունը իրականում հիմնված է միաբանության մեջ, որովհետև Քրիստոսը միաբան է մեկ էր Աստծո հետ, որն շատ անգամներ շեշտում է Աստվածաշնչի մեջ, որ մենք դա գիտենք։ Սրանով է ուզում կիսվեն ընկերներ, օրհնելով օրհնում եմ ձեզ։ Թող որ իրականում ձեր սատերը մաքրվեն այդ դատելուց։ Թող որ Աստված օրհնի ձեզ, իրականում համբերություն տա, միջև այս փորձությունն անցնենք ու պատվով անցնենք, ու որ մեր երկիրն է ծաղկի ու բարգավաճի։ Օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։